Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ընտրյալ սրբերը մեծ ժառանգություն են թողել մեզ, և մենք փորձում ենք այդ մեծ ժառանգության մի փոքր մասը հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ճշմարտությունը, ովքեր ցանկանում են հոգևոր կյանքով ապրել և մոտենալ Աստծուն։ Սուրբ հայրերի ժառանգությունը։ Նա իր հոգին դրեց մեզ համար։ Նա իր պատվական արյունը թափեց մեզ համար, ապերախտներիս ու չարերիս։ Իսկ մենք անգամ գումար չենք ծախսում մեր իսկ օգտի համար, այլ արհամարում ենք նրան մերկության ու պանդխտության մեջ, նրան, ով մեզ համար մահացավ։ Տերն ինքն ասաց, թե որովհետև քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի և ինձ խմելու ջուր չտվեցիք, օտարական էի և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի և ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտում էի և ինձ չայցելեցիք։ Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. Տեր, քեզ երբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ։ Այն ժամանակ Տերը կպատասխանի նրանց և կասի. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք։ Փոքրիկները այստեղ աղքատներն են, կարիքավորները։ Եթե ոչ թե Աստված, այլ մենք ինքներս մեզ դատեինք, միթե մենք ինքներս մեր դեմ դատավճիռ չէինք կայացնի, միթե մեզ չէինք դատապարտի գեհենի կրակին այն բանի համար, որ արհամարում ենք նրան, ով իր հոգին դրեց մեզ համար, մինչ նա սովից մաշվում է։ Եվ ինչ եմ խոսում գումարի մասին, եթե մենք 1000 հոգիներ ունենայինք, միթե չպետք է մեր բոլոր հոգիները նրա համար դնեինք, զոհեինք։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս կերպ մենք դեռ ոչինչ չէինք անի, որ արժանի լիներ նրա բարերարություններին, ով նախապես է բարին գործում, նա իր մեջ ակնհայտ բարություն է դրսևորում, իսկ ով բարիք է ստացել, նա ինչով էլ հատուցի դրա դիմաց, միայն պարտքն է հատուցում և երախտագիտության չի արժանանում, մանավանդ երբ բարիք գործողը բարիք է գործում թշնամիների համար։ Սիրելիներ, Սուրբ Հովհան Ոսկեբերանի այս խոսքը մի փոքր մեկնության կարիք ունի, քանզի մենք ինքներս բոլորս թշնամացած ենք եղել Տիրոջ հանդեպ և ոչ թե մենք, այլ նա է առաջինը եկել մեզ հետ հաշտվելու, այսինքն մարդացավ և եկավ ու կանչեց մեզ ապաշխարության, չնայած որ մենք նրա առջև մեղավոր ենք, սակայն ինքը առաջինը եկավ և ինքը առաջինը մեզ կանչեց։ Նախ ինքն իր դեմ թշնամացածների, այսինքն մեր հանդեպ բարին գործեց, և հետո մեզ էլ պատվիրան տվեց, ասելով, թե սիրեք ձեր թշնամիներին։ Եվ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը շարունակելով ասում է, որ ով հատուցում է նրան, նա բարերարին հատուցում է նրանով, ինչ հենց նրանից է ստացել, և ինքն էլ դարձյալ օգտվում է դրանից։ Այսինքն անգամ այն ամենը, ինչ որ մենք անում ենք և կարող է բարի համարվել, դա էլ Տիրոջից ենք ստացել։ Աստված է ամեն միջոց տալիս, որպեսզի բարին գործենք։ Շարունակենք։ Սակայն անգամ սա մեզ չի հուզում, ոչ, մենք այնքան ապերախտ ենք, որ ստրուկներին, ջորիներին ու ձիերին ոսկեզօծ զարդարանքներով ենք պատում, իսկ Տիրոջը, որ մերկ թափառում է դռնեդուռ, խաչմերուկներում կանգնած ձեռքերը մեզ է մեկնում, արհամարում ենք, հաճախ էլ խիստ հայացքով ենք նայում նրան, այսինքն նույն աղքատներին։ Բայց նույնիսկ սա է նա համբերում մեզ համար։ Նա կամովին քաղցում է, որպեսզի կերակրի քեզ, թափառում է մերկ, որպեսզի քեզ հնարավորություն տա ստանալու անապականության հանդերձը, այսինքն որպեսզի ողորմություն տալով և աղքատասիրությամբ ջնջվեն մեր անհամար մեղքերը։ Բայց դուք չնայած այս ամենին, ոչինչ չեք հատկացնում ձեր ունեցվածքից։ Ձեր հագուստները կամ ցեցն է ուտում, կամ էլ ծառություն են ձեր պահարանների համար և ավելորդ հոգս տերերի համար։ Իսկ նա
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ով շնորհել է եւ սա եւ մնացած ամեն ինչ, մերկ թափառում է։ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետ, Հովանեսի ավետարանի մեկնության 27-րդ զրույցից։ Սուրբ հայրերի ժառանգությունը։ Միացեք մեր էջին եւ տարածեք Սուրբ հայրերի քարոզները, որպեսզի մարդիկ մոտենան հոգևոր կյանքին, որպեսզի հասկանան, թե որն է Աստծո կամքը, որպեսզի հասկանան, թե ինչ է Աստված ուզում մեզանից, քանզի Աստված իր սրբերի միջոցով հայտնեց այդ ամենը մեզ, եւ եթե մենք այդ ամենը արհամարենք, ուրեմն ինչպես կարող ենք մտածել, թե հաճելի ենք Աստծուն, կամ ինչպես կարող ենք մտածել, որ մենք պատվիրանապահ ենք, քանզի ավետարանյան բոլոր հոգեշահ մեկնությունները պատկանում են եկեղեցու Սուրբ հայրերին։ Աստծո շնորհն ու խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Փառք ամենասուրբ երրորդությանը։